Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ և այժմ կներկայացնեմ ժամի գլխավոր նորությունները Հայաստանից և աշխարհից։ Հալեպում կտրուկ սրվել է վիճակը, քաղաքի մի շարք թաղամասերում, Նոր գյուղում, Շեխ Մաքսուտում, Աշրաֆիեում և Սուլեյմանիեում քրդական ուժերի և սիրիական բանակի միջև բախումներ են սկսվել։ Լսվում են ինտենսիվ հրաձգության և հրետակոծության ձայներ, շենքերի վրա նկատվում են փամփուշտի հետքեր։ Ըստ Գանձասար պարբերականի կա առնվազն 15 վիրավոր, այդ թվում երեխաներ։ Նահանգապետը բնակիչներին կոչ է արել փողոց դուրս չգալ։ Քաղաքում փակվել են դպրոցներն ու պետական հաստատությունները, իսկ Սուրծննդյանը հաջորդող մեռելոցը չեղյալ է հայտարարվել։ Քաղաքը երեկվանից հանդարտ չէ։ Քրդական ուժերի և իշխանությունների միջև ընթացող բանակցությունները արդյունք չեն տվել, ինչից հետո քրդական կողմը դիմել է ռազմական գործողությունների։ Այս պահին քաղաքում շարունակվում են ինտենսիվ կրակոցները, կիրառվում են հրաձգային զենքեր և հրետանի։ Քրդական երկու շրջաններ անմիջապես հարակից են հայաբնակ թաղամասերին, ինչի պատճառով ռազմական գործողությունները զգալիորեն ազդում են նաև հայկական համայնքի վրա։ Առավոտյան վիճակը հարաբերականորեն խաղաղ էր։ Հայկական համայնքը մասնակցել է սովորական կարգով անցկացվող պատարագին։ Թեմակալ առաջնորդը ընդունել հավատացյալների շնորհավորանքները, սակայն կեսօրին մոտ վիճակը կտրուկ փոխվել է և ներկայումս քաղաքը գրեթե ամայի է։ Լարված է վիճակը նաև տարածաշրջանի մեկ այլ առանցքային երկրում՝ Իրանում։ Սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ։ Ընդդիմադիր աղբյուրների փոխանցմամբ ցուցարարները մոտեցել են խորհրդարանի շենքին։ Բողոքի ալիքը սրվել է ազգային արժույթի արժեզրկման և գնաճի հետևանքով։ Ցույցերին մասնակցում են հիմնականում առևտրականներ և փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներ։ Սոցիալական պահանջներին զուգահեռ ցույցերում հնչում են նաև քաղաքական կոչեր։ Թե ինչ հետևանքներ կունենա այս զարգացումները տարածաշրջանի, այդ թվում Հայաստանի համար, մեկնաբանել է Իրանագետը։ Նույնիսկ պահանջում են երկրի ղեկավարության հրաժարականը, գերագույն առաջնորդին են արդեն հայտարարում և նաև ուշագրավ է, որ այս անգամ շատ էին կոչերը Իրանի արտաքսման մեջ գտնվող այսպես թագաժառանգի հետ վերադարձի պահանջով։ Նա նշեց, որ Իրանի հարստացված ուրանը պետք է հանվի երկրի տարածքից, իսկ միջուկային օբյեկտները գտնվեն ՄԱԳԱՏԷ-ի խիստ խստագույն վերահսկողության ներքո։ Եվ չի բացառում, որ այս ամենի խորապատկերին, այս ամենի ֆոնին նաև արտաքին միջամտություն լինի, ընդհանուր ռազմական գործողություններ Իրանի դեմ։ Վենեսուելացի ընդդիմադիր առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն, որը 2025 թվականին արժանացել է Նոբելյան խաղաղության մրցանակի, հայտարարել է, որ պատրաստ է մրցանակը հանձնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կամ այն կիսել նրա հետ։ Նրա խոսքով Թրամփը առանցքային դեր է ունեցել Նիկոլաս Մադուրոյի ռեժիմի տապալման գործում։ Արդեն գիտեք, որ անցած շաբաթվա վերջին Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ իրավապահների հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է Վենեսուելայի մայրաքաղաքում և տեղափոխվել Միացյալ Նահանգներ։ Նախօրեին ԱՄՆ դատարանում Մադուրոն և նրա կինը չեն ընդունել իրենց ներկայացված մեղադրանքները թմրանյութերի շրջանառության միջոցով ահաբեկության ֆինանսավորման և այլ հանցագործությունների վերաբերյալ։ 63-ամյա Մադուրոն նիստի ընթացքում հանգիստ է իրեն։ Երբ դահլիճում ներկաներից մեկը բղավել է, թե նա կվճարի իր հանցագործությունների համար, Մադուրոն իսպաներեն պատասխանել է. «Ես նախագահ եմ և ռազմագերի»։ Դատական հաջորդ նիստը նշանակվել է մարտի 17-ին։ Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մադուրոյի և նրա կնոջ ձերբակալման գործողությանը մասնակցել է 152 ինքնաթիռ և մեծաթիվ զինվորականներ։ Նրա խոսքով գործողությունը բարդ է եղել, ամերիկյան կողմը կորուստներ չի ունեցել, սակայն մյուս կողմում եղել են զոհեր։ Իսկ ով է գերեվարված ու աշխարհի ուշադրության կենտրոնում հայտնված Վենեսուելայի նախագահը, Սեդակ Գյուրեղյանի ռեպորտաժում։ Սովորական ավտոբուսի վարորդ, սիրողական երաժիշտ ռոք խմբում և մեկ քայլ դեպի մեծ քաղաքականությունը։ Նիկոլաս Մադուրոն այսպես դարձավ Վենեսուելայի նախագահ Չավեսի մտերիմն ու նրանից ժառանգեց նախագահի պաշտոնը։
Մի օր էլ ԱՄՆ դեսանտային ուժերը մտան սենյակ եւ անկողնու մեջ ձերբակալեցին նրան։ Սա Վենեսուելայի գերեվարված նախագահ Նիկոլաս Մադուրոյի կյանքի պատմությունն է։ Քաղաքականություն նա մտել է 1990-ականների սկզբին։ Մադուրոն աջակցում էր Ուգո Չավեսի ձախողած ռազմական հեղաշրջման փորձին եւ պահանջում Չավեսի ազատ արձակումը։ Այդպես էլ նա մտնում է ապագա նախագահի մտերիմ շրջապատ, իսկ 1999-ին Չավեսի իշխանության գալուց հետո դառնում նախ խորհրդարանի անդամ, ապա խորհրդարանի նախագահ, այնուհետև արտաքին գործերի նախարար։ 2013-ի ընտրություններին ընդառաջ Չավեսը իր բացահայտ աջակցությունն է հայտնում Մադուրոյին։ Մարտի 5-ին նա մահացավ քաղցկեղից իր թեկնածուին թողնելով նավթային ամենամեծ պաշարներն ունեցող Վենեսուելան, որի տնտեսական համակարգը կախված էր նույն նավթի բարձր գներից։ Վենեսուելայի նորընտիր նախագահը նավթային ընկերության բարձր պաշտոններում նշանակում էր իր մտերիմներին, ինչը ավելի էր խորացնում կառավարման խնդիրներն ու նպաստում տնտեսության փլուզմանը։ Հետագայում վենեսուելական նավթի վրա Ամերիկայի Միացյալ Նահանգները սահմանեց պատժամիջոցներ, արգելելով դրամատակարարումը ԱՄՆ։ Հիպերինֆլյացիա, սննդի ու դեղերի խիստ պակաս, աղքատության թվի աճ, պատմության մեծագույն արտագաղթներից մեկը։ Վենեսուելայի վերջին տասնամյակը նման ձևով կարելի է բնորոշել։ 2018-ից մինչև 21 թվականը Վենեսուելայի ազգային արժույթ բոլիվարից հանվեց 11-0, արժույթը փաստացի վերածելով թափոնի։ 2018 թվականին Վենեսուելայում գնաճը հասավ 2 միլիոն տոկոսի։ Մադուրոյի դիետա անունը ստացած սննդային եւ դեղորայքային ճգնաժամը 2018-ից 19 թվականներին գագաթնակետին հասցրեց դարի մեծագույն արտագաղթերից մեկը։ 7 միլիոն բնակիչ կամ Վենեսուելայի բնակչության 20-ից 25%-ը արտագաղթեց երկրից։ Տնտեսական ճգնաժամը Վենեսուելայում շարունակվում է մինչ օրս։ Չնայած բազմաթիվ պատժամիջոցներին ու ճնշումներին 2025 թվականի դեկտեմբերին Մադուրոն մերժեց Թրամփի վերջնագիրը լքել պաշտոնն ու արտաքսվել Թուրքիա։ Այսպիսով Վենեսուելան լինելով մի երկիր, որն ունի հսկայական բնական ռեսուրսներ, այսօր կանգնած է անորոշության եւ վերականգնման անհրաժեշտության առջեւ։ Մինչ նրա ղեկավարը նախկին ավտոբուսի վարորդն ու ռոք երաժիշտը այսօր կանգնած է դատարանի առաջ եւ դարձել է պատմության արտասովոր ու հակասական կերպարներից մեկը։ Միջազգային դիվանագիտական զարգացումների ֆոնին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ուկրաինայի առաջնորդները երեկ Փարիզում հռչակագիր են ստորագրել հնարավոր հրադադարից հետո Ուկրաինայում բազմազգ անվտանգության ուժեր տեղակայելու մտադրության մասին։ Փարիզում Ուկրաինային աջակցող արևմտյան առաջնորդները հանդիպել են նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ քննարկելու անվտանգության երաշխիքները Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության պայմաններում։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ Գերմանիայի եւ Իտալիայի ղեկավարները, իսկ ԱՄՆ-ն ներկայացրել են Դոնալդ Թրամփի գլխավոր բանագնաց Սթիվ Ուիտկոֆը եւ նրա փեսա Ջարեդ Քուշները։ Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայի պաշտպանական կարողությունների ամրապնդման հարցը։ Դիվանագիտությունը եւ իրական օգնությունը պետք է միասին առաջ գնան, գրել է Զելենսկին, ընդգծելով, որ Ռուսաստանը շարունակում է հարվածները եւ առաջնահերթ է օդային պաշտպանության ուժեղացումը։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին երեկ նշում էր Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը։ Իշխանության թիրախում հայտնված ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը Սուրբ ծննդյան պատարագը մատուցել է Էջմիածնի մայրտաճարում։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Սուրբ ծննդյան պատարագից հետո վեհափառ հայրապետը աղոթել է ապօրինաբար ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի, գերի եւ անհայտ կորած մեր հայրենակիցների համար։ Հայտարարել, որ մեր Սուրբ եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների։ Այսօր մեր կյանքում տկարանում են միմյանց հանդեպ հավատն ու վստահությունը, որպես քաջություն է ընկալվում անհարգալից ու անզուսպ պահվածքը, խոսքի ազատությունը հակադարձվում է այլակարծության անհանդուրժողության, բանավեճը վերածվում վիրավորանքների ու վարկաբեկումների, իսկ հանրային օգուտը, հայրենանպաստ եւ ազգանվեր ծառայությունը ստորադասվում անձնական եւ խմբակային նեղ շահերի։
մեր Սուրբ եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների։ Այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը եւ խորը վերք հասցված համայնքներին ու հավատացյալներին։ Հակառակ անօրինական ու կանոնախախտ գործողությունների մեր Սուրբ եկեղեցին իր բարեպաշտ ժողովրդով ամուր է ու անսասան, հավատարիմ իր տերունաշնոր կոչմանն ու առաքելությանը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի մայրտաճարում Սուրբ Ծննդյան պատարագի ավարտին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի ձեռամբ օրվա խորհրդով ջուրօրհներքի արարողություն է կատարվել։ Վեհափար հայրապետը ջուրն օրհնել է աղոթքով եւ սրբալույս միրոնով։ Ջրօրհներքը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը։ Ըստ ավանդույթի, արարողությունից հետո հավատացյալներն օրհնված ջուրն իրենց հետ տուն են տանում, որպես հիվանդներին բուժելու միջոց։ Իսկ կաթողիկոսի հեռացումը պահանջող վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ թիմակիցների հետ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում էր մասնակցում պատարագին, բայց պատարագը հակոկանոնական էր, քանի որ վեհափար հայրապետի անունը չէր հիշատակվել։ Պատարագից հետո Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցների եւ աջակիցների հետ մասնակցել է երթի, որը նա անվանել է ուխտերս։ Նյուզեեմի մեր գործընկերների տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են ուխտերթին բերված քաղաքացիներին վերջում ավտոբուսով տանում։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Սուրբ Ծննդյան առթիվ ուղերձ է հղել կալանավայրից։ Այո, ինչպես 2000 տարի առաջ, այնպես էլ այսօր դարձյալ մոլեկնել են Հերովդեսն ու Հերովդիադան, զոհ են փնտրում, անմեղի այրուն ի գոհացում իրենց հիվանդագին մտագարության։ Հիրավի հայրենադավը գցել է տիրադավներին, ողորմելին խղճալիներին, անամոթ անպատկառներին, անբարոյական բարոյազուրկներին, ճղճի մչնչիններին։ Տգետները գոնե պատմություն իմանային, որ նման դեպքեր եկեղեցին բազմից է հաղթահարել։ Հուսով ենք, որ մեր ժողովրդի զավակների ստվար հատվածը հասկանում է իրականությունը եւ ճիշտ ախտորոշում կիրականացնի։ Սա էլ կասնի, իսկ հայ եկեղեցին կշարունակի իր առաքելությունը օտար մարմինները արտավիժելուց հետո։ Այո, եկեղեցին կբարեկարգվի եւ կմաքրվի, սակայն այնպես ինչպես Աստված է կամենում եւ ոչ թե ինչպես ողորմելի ոչնչությունները։ Իդեպ փաստաբան Արա Զորաբյանը հայտնել է, որ Միքայել Սրբազանի գործով ներպետական ատյանները սպառելուց հետո պատրաստվում են դիմել եվրոպական դատարան։ Նա անդրադարձել է նաև Թալինի եկեղեցում տեղի ունեցածին եւ հիշեցրել, որ Հայաստանի սահմանադրությունը, նաև միջազգային իրավունքը արգելում են պետական իշխանությանը խառնվել եկեղեցու ներքին գործերին, նաև խոչընդոտել ծեսերի կատարմանը։ Ես միայն հիշում եմ, որ եկեղեցու նկատմամբ նման հալածանքներ եղել են խորհրդային միության ժամանակ 30-ական թվականներին։ Կարծես թե մենք հիմա ունենք նույնի կրկնությունը։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը պաշտոն է այս գործընթացը կազմակերպում ու ինքն է պատասխանատու հակաեկեղեցական այս քաղաքականության համար, դա փաստ է։ Նա իշխանական իր ամբողջ լծակներն օգտագործում է եկեղեցու դեմ։ Հիմա իբրև թե հանդես է գալիս որպես քրիստոնյա հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, մինչդեռ մինչև այս նա իրեն չի դրսևորել որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու զավակ։ Նա այն բարի հողը չէ, որ պետք է բարեն
բարենորոգի եկեղեցին։ Նիկոլ Փաշինյանը մի կողմ թողնելով երկրի համար կարևորագույն խնդիրները, որոնց ուղիղ պատասխանատուն է, թիրախավորել է եկեղեցին իբր բարենորոգելով այն։ Թե ինչպես է բարենորոգել մեր երկիրը, ինչպես է բարենորոգել ընդհանրապես յուրաքանչյուրի կյանքը մենք տեսել ենք։ Թե ինչպես է բարենորոգել մեր պետական սահմանները, ինչպես է բարենորոգել Արցախը մենք տեսել ենք եւ ճակերտներով ասած շնորհակալ ենք։ Հիմա էլ մտել է եկեղեցի բարենորոգման։ Սա անօրինական գործունեություն է եւ ովքեր դրան մասնակից են, նպաստում են այս անօրինությանը եւ վստահ են պատասխան են տալու ապագայում։ Նշեմ նաև, որ 3/3-ին մասնակցում էր նաև ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ Լրագրողների հետ զրույցում նա խոսել է հաճախակի դարձած հոսանքազրկումների մասին, ասել, թե հոսանքի անջատումը սենսացիա պետք չէ սարքել։ Նա հորդորել է ՀԵՑ-ին աջակցել, չթիրախավորել, քանի որ ՀԵՑ-ը մեր պետության եւ ազգային հարստությունն է։ Ժորժ ջան, հոսանքազրկումները պետք չի սենսացիա սարքել։ Բոլոր ժամանակներում հոսանքազրկումներ եղել են։ Ինչի հիշեցիք, որ այսօր ներողություն բանավեճին մի վերացեք։ Ձեր հարցին պատասխանում եմ։ Էլեկտրաէներգիայի բաշխման գործընթացը օրգանիկ process է 24 ժամյա ռեժիմում։ Եվ տեխնիկական իմաստով սենսացիա չկա, որ որևէ տեղ վթար է տեղի ունենում։ Կարևորը մենք երաշխավորում ենք եւ դուք վստահ եղեք, որ որևէ տեղ, եթե հոսանքազրկում է տեղի ունենում, ապա րոպեների ընթացքում կարգավարական ծառայությունը տեղյակ է լինում, տեղեկացնում է տեխնիկական, ինժեներական բոլոր ստորաբաժանումներին, մասնագիտական հերթապահ խմբերին, այդ թվում նաեւ 24 ժամյա ռեժիմում ինձ են տեղյակ պահում, որից հետո անմիջապես գործի են անցնում վթարավերականգնողական աշխատանքների համար պատասխանատու ստորաբաժանումները։ Եթե կլինի որևէ տեղ վթար, ես ձեզ երաշխավորում եմ, ժամերի ընթացքում կվերականգնվի։ Եթե ժամերի ընթացքում չի վերականգնվում, ուրեմն որևէ կերպ հնարավոր չի եղել վերականգնել, ակնկալում եմ մեր բնակչության բաժանորդների ըմբռնումը։ Եվ վերջում եղանակի մասին։ Հանրապետությունում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը այսօր ցերեկը կլինի 0-ից 2 աստիճան տաքություն, երեկոյան 3-ից 5 աստիճան ցուրտ։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, բոլորիս արդյունավետ աշխատանքային օր։ Կհանդիպենք ժամը 12-ին։